Ողջույն, հրապարակի զրուցակիցն է, դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Մկրտչյանը։ Ողջույն, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, երևի թե առաջին հարցը, սկսենք ինչու հենց դոկ կուսակցությունը։ Ես գիտեմ, որ դուք նախկին բարձրաստիճան պաշտոնյա եք, իրավապահ համակարգից, երկար տարիներ ծառայել եք, այսօր միացել եք Վարդան Ղուկասյանի գլխավորած կուսակցությանը։ Ինչու հենց այս կուսակցությունը։ Այո, որովհետև ծանոթանալով այն ծրագրերին, այն դրույթներին, որ նախատեսում է, որ իրականացնել Վարդան Ղուկասյանը իր կուսակցությունը հանդերձ, դա շատ համահունչ էր իմ կարծիքներին եւ իմ ցանկություններին եւ համաձայն էի ես այդ ծրագրերի իրականացմանը եւ ցանկացա միանալ կուսակցությանը իր կատարածելու։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի միանալուն, ինչի համար, որովհետև Վարդան Ղուկասյանը մի անձ է, որը չի խուսափում դժվարություններից, որը երբեք իր պայքարի ճանապարհին ոչ մի դժվարության առաջ չի կանգնում։ Վարդան Ղուկասյանը մեր կուսակցության պատվավոր նախագահն է, մեր վարչապետի տեխնացուն է մեր կուսակցության, անկախ նրանից, որ ինքը Հայաստանում չէ, գտնվում է ամերիկյան միգրացիոն բանտում, բայց դա նշանակություն չունի իր կուսակցական, իր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Վարդան Ղուկասյանը հանգիստ կարող է վերադառնալ Հայաստան եւ ընտրվել որպես Այդ տեսեք, պարոն Մկրտչյան, դուք ասում եք, որ դժվարություններից չի խուսափում Վարդան Ղուկասյանը, կուսակցության պատվավոր նախագահն է, բայց փաստացի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նրա գրանցումը։ Այո։ Սա ինչքանով կազդի ამ դեպքում ընտրողների Ոչինչ բանով չի ազդի, ես ուզում եմ մեր ընտրողներին հավաստիացնել, որ ոչինչով չի ազդում դա մեր ընտրարշավին եւ մեր ընտրություններին մասնակցելուն եւ Վարդան Ղուկասյանին վարչապետի ընտրվելուն ոչինչով չի խանգարում։ Իհարկե դա հետագայում իրավաբանների կողմից վիճելի հարց է։ Վարդան Ղուկասյանը վերջին պատճառաբանից վերջին 4 տարում Հայաստանում չի բնակվել, այդ պատճառով չգրանցեցին իրեն տեխնացությունը։ Բայց նորից եմ կրկնում, նշանակություն չունի իրեն գրանցել են թե չեն գրանցել, Վարդան Ղուկասյանը իրեն ասում քաղաքական ուժի հաղթանակի դեպքում ցանկացած պարագայում կարող է նորից վերադառնալ եւ ընտրվել վարչապետ։ Այդ տեսեք, պարոն Մկրտչյան, այս օրերին հանրային տիրույթում շատ է խոսվում, ձայն փոշիացնելու process-ից, մի ստվար զանգված հանրության գտնվում որ կան ուժեր, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն։ Դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը հողի վրա ու այս անցողիկ շեմը հաղթահարել չհաղթահարելու հետ կապված հետագայում քաղաքական պատասխանատվություն պետք է լինի, թե ոչ։ Ասեմ այսպես, մենք չենք գնում ընտրությունների, որպեսզի ձայն փոշիացնենք։ Իհարկե բոլորս էլ ապրում ենք Հայաստանում, տեսնում ենք քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում եւ բոլորիս է պարզ է թե ովքեր են փոշիացնող ձայները, ովքեր են առաջատար ուժերը։ Եթե մենք պետք է ազգային ժողովում ընդամենը անցողիկ շեմի համար գնանք ընտրությունների ազգային ժողովի եւ ընդամենը անցնենք անցողիկ շեմի եւ դառնանք մի քանի հոգու պատգամավոր, մենք ասել ենք, հայտարարել ենք, որ մենք չենք գնա դրան, ավելի լավ է վայր դնենք մեր մանդատները, քան մտնենք մի քանի հոգով ազգային ժողով։ Մենք գնում ենք ընտրությունների հաղթելու նպատակով, առաջատար ուժ լինելու նպատակով եւ մենք ձգտում ենք առաջատար ուժ լինելուն եւ մենք ունենք այդ պոտենցիալ եւ հնարավորությունները։ Այսօր մարդիկ նախընտրում են շատերը ընտրություններում մենք շփվում ենք մարդկանց հետ, հասկանում ենք ընտրել դոկ կուսակցությանը, սակայն վախում են մարդիկ արտահայտվելու, որ իրենք դոկ կուսակցությանն են ընտրելու կամ Վարդան Ղուկասյանի կողմնակից են, վախում են։ Այդ մտավախությունը մարդկանց մեջ կա, հասկանալ կարելի է մարդկանց ամեն մեկին կարող են այսօր ինչ-որ ձևով գտնեն ինչով նեղություն տալ, ինչով Տեսեք, պարոն Մկրտչյան, կարծիք է նաև շրջանառվում, որ Փաշինյանից ձայներ տանել կարող է միայն Վարդան Ղուկասյանը։ Ինչով է սա պայմանավորված։ Ես համաձայն եմ ձեր հետ, պայմանավորվածությունը կասեմ երևի մի քիչ հետո, բայց դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Վարդան Ղուկասյանին մերժեցին նորից բանտից ազատելու։ Այսինքն գտնում եք իշխանությունների խնդրանքով է։ Նույն իշխանությունների խնդրանքով ես չեմ կարող ասել ում խնդրանքով, բայց ում է ձեռնատու։ Հայտնի նախկինում սովետական գործիչ է եղել, որ
աշխատություններ ա գրել եւ այդ աշխատություններից մեկում ասում եմ միշտ եթե ինչ-որ բան լինում է հարց տվեք ում է դա ձեռնտու ում է ձեռնտու որ Վարդան Ղուկասյանը մնա բանտում ում է խանգարում Վարդան Ղուկասյանը մենք դրա պատասխանը գիտենք եւ ասածս նաեւ որ Վարդան Ղուկասյանին նորից մերժեցին մեր ընտրողները թող իմանան ազատել բանտից ինչ տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանը առաջին ատյանի որոշումով միգրացիոն դատարանը որոշեց Վարդան Ղուկասյանին արտաքսել Ամերիկայից եւ բողոքարկվեց այդ որոշումը բողոքարկումից հետո եղան 4 խոշոր պետություններ որոնք Վարդան Ղուկասյանին առաջարկեցին full visa ապրել աշխատել տրամադրել ամեն ինչ եւ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը դիմեց դատարան որ այդ բողոքը որը որ ներկայացրել են առաջին ատյանի դատարանի դիմաց հետ վերցրեցին այդ բողոքը հետ վերցնելուց հետո տրամաբանորեն օրենքով պետք է Վարդան Ղուկասյանին առաջին ատյանի որոշման հիման վրա արտաքսեին, չէ, Ամերիկայից։ Հիմա չեն արտաքսում։ Իսկ ներողություն, որոնք էին այդ պետությունները, եթե կհիշեք, պարոն Մկրտչյան, որ ապստամբին առաջարկել։ Ասվել է դրա մասին, ես ասեմ մի պետություն, որը ընտրեց Վարդան Ղուկասյանը, դա Ռուսաստանն էր, որի պայմանները եւ տրամադրում էր մեզ, ինչի համար Ռուսաստանը, որտեղ պետություններ կային, որոնք միգուցե բարեկամ պետություններ, բայց բարեկամ պետություններ Հայաստանին նկատի ունեք թե մենք թշնամի պետություն ունենք երկու պետություն, մնացած պետություններին մենք կարող ենք համարել բարեկամ, կիսաբարեկամ այդպես ինչ որտեղ մենք երկու պետություն ունենք թշնամի ամենատեպս ես այդպես եմ համարում եւ ընտրվեց Ռուսաստանը լավ ես ուրիշ պետության անուն չասեմ շատ լավ այդ տեսեք մի շաբաթը արդեն մեկնարկել է քարոզարշավը այնտեղում եք ինչպես է գնահատում քարոզարշավը իմ աշխատանքի բերումով պետական ապարատներում աշխատելով իհարկե ես շատ քարոզարշավներ եմ տեսել, շատ ընտրություններ եմ տեսել, չէ։ Գիտեք ինչ, Սամվել, ոնց որ տարվա այս հաջորդականությամբ ոնց որ նոր ձևեր են առաջ գալիս ընտրությունները անցկացնելու եւ նոր մեթոդներ, բայց մնում է մի բան, ուրեմն մի բան նույնը, որ միշտ է եղել, դա ընտրակաշառք բաժանելն է։ Ես չեմ տեսել, բայց սոցիալական ցանցերում միշտ հրապարակվում են, չէ, գաղտնալսումներ, մեկը մեկին առաջարկում ու բան։ Նույն այդ գաղտնալսումներից ամենա այն սովորական քաղաքացիները կհասկանա, որ իրականում դա կապված է ընտրությունների հետ եւ կոնկրետ անձի հետ։ Որքանով իրանք ուզում են ասեն դա տենց չի, բարեկամը բարեկամին կամ ինչ-որ բան, տենց չի, մենք գիտենք, որ դա ընտրակաշառք է։ Եվ եթե ընտրակաշառք կա, դուք կարծում եք, որ իշխանությունների այդ հրապարակած լսումները իհարկե հիմա օրինականա թե անօրինականա լսումները ես չգիտեմ, չեմ դատում դա, բայց այն որ նկատներ մոնտաժած լինել չլինելու փաստը դե դա պետք է ապացուցվի եւ պետք է ստուգվի, ես չեմ ասում, բայց ես ասում եմ, ինչ որ արկա մենք ունենք, ինչ որ տեսնում ենք այսօր պետք է ստուգվի, թող ստուգվի։ Եվ եթե ստուգման արդյունքում պարզվեց, որ իրականում այդ ձայնագրությունները ճիշտ են եւ մոնտաժված չի, չէ, ես մտածում եմ տվյալ քաղաքական ուժին դա հիմք է հանդիսանում զրկել ընտրություններ մասնակցելուց։ Տեսեք, այս քարոզարշավը, պարոն Մկրտչյան, կարծես աննախադեպ է, հա, քրեական գործերի քանակով։ Դուք որպես իրապահ համակարգում երկար տարիներ փորձ ունեցող մարդ ինչ է կարծում սա ի վերջո ինչ է ընդդիմադիրներին այսինքն հակառակորդներին ճնշելու, չեզոքացնելու, մրցակիցներին խաղից հանելու process-ա, թե ինչ-որ այլ բան։ Դա էլ կարա լինի։ Ժամանակները այնպեսին են, որ քաղաքական ակտիվ զարգացումներ են գնում, եթե անգամ քրեական գործով էլ ինչ-որ մեկի ձերբակալեն, մարդիկ վերագրում են քաղաքականության, ասենք քաղաքական բանի հետ, չէ, հաշվարկի հետ։ Բայց կան նաև միգուցե ես ծանոթ չեմ քրեական գործերին, չեմ կարող ասել այդպես կոնկրետ ինչի համար, բայց ինչ որ տեսնում ենք սոցիալական ցանցերում, մամուլից, ինչի մասին որ տեղեկանում ենք ამ դեպքում, այս կարծես նախընտրական տրամաբանության մեջ է հիմնականում այդ քրեական գործերը։ Իհարկե, նախընտրական տրամաբանության մեջ է եւ կիրառվում են իհարկե նման տեխնոլոգիաներ ընդդիմադիրներին լրացնելու, մեկուսացնելու կամ ինչ որտեղ խանգարելու, չէ, ընտրություններին մասնակցելու։ Իհարկե արվում է դա, արվում է։ Եվ դա արվում է կներեք իշխանությունների կողմից։
Տեսեք, ընտրակաշառքի մասին աղաղակող այս իշխանությունները իրենք կարծես չեն խորշում ընտրակաշառք բաժանելուց, հա։ Համեն դեպս դա կարելի է այդպես ընկալել, թոշակների բարձրացում, սոցիալական աջակցություններ, ընդհանուր մինչև մի քանի օր առաջ տեսախցիկ էին նվիրել։ Իրավապահ համակարգը ինչու հանցակազմ չի տեսնում իշխանությունների գործողությունների Ինչ տեսնի իրավապահ համակարգը ամբողջովին ծառայում է իշխանությանը։ Ամբողջությամբ իրավապահ համակարգը ծառայում է տվյալ իշխանությանը։ Դրանով է պայմանավորված։ Իհարկե, դրանով է պայմանավորված 1 մարտ ասեք, որ այսօր նշանակված չի վարչապետի, անձամբ վարչապետի կողմից, 1 մարտ ասեք, որ վարչապետի դատախազը վարչապետի օգնականն է եղել, մյուսը եղել է եւ բոլորը ոչ մասնագետ մարդիկ են հիմնականում ղեկավարում համակարգերը։ Տեսեք, ինչի համար ոստիկանությունը չի բացահայտում որոշ աղմկոտ հանցագործություններ, սպանություններ։ Չկա այնպիսի հանցագործություն, որը հնարավոր չլինի բացահայտել։ 99%-ով ես կարող եմ ասել սպանությունը, հանցագործությունները բացահայտվող են։ Մանավանդ այս ժամանակահատվածում, այս դարում, որ տեխնիկայի դար է սանվել։ Մեր օպերատիվ աշխատած տարիներին չկար ոչ հեռախոս, չկար ոչ տեսախցիկներ նկարանող փողոցներում ոչ մի բան։ Դարանակալում էինք տարբեր տեղեր, գիշերներով, ցերեկներով հետապնդում էինք, մենք հանցագործություն ենք բացահայտել։ Այսօր կարող են հեռախոսի արկայության դեպքում ընտրել անտենայի տեղը, վայրը եւ ովքեր են եղել այնտեղ, բացի դա տեսախցիկներ ամեն տեղ կա, շատ հեշտ է բացահայտելը։ Ես համոզված եմ, որ շատ հանցագործություններ կոծկվել են, ինչ-ինչ պատճառներով։ Մեր Դուք հարց չեք, բայց ես ուղղությունը տանեմ, հլավ։ Մեր իշխանության գալու դեպքում, ուրեմն ասեմ ձեզ, որ ոստիկանությունում պետք է լինի բավականին ռեֆորմներ, բավականին մեծ եւ արմատապես պետք է փոխվի։ Հիմա ասեմ ձեզ, Սամվել։ Մարդիկ մտածում էին ոստիկանությունը փոխելը դա մեքենաներ գնելն է նոր, համազգեստի փոխելն է, չէ՞։ Զենքերի արտասահմանյան զենքեր խոսքով ֆորմաներ, բաներ ավելացնելը ռեֆորմացիա։ Դա կարա մտածի միայն այն քաղաքացին, որը ստեղծեց բարեկային ծառայությունը, որը երբեք չի աշխատել ոստիկանությունում, իհարկե իր հայրը ոստիկան է եղել, փորձագետ դասախոս է եղել քանակերի կուրսերում, բայց տղան ոստիկանությունից շատ հեռու լինելով այսօր բարեկային ծառայությունը բերել, մցրել եւ օգտագործում է։ Ես միտեղ ուրիշ կարծիք ունեմ այդ ծառայության մասին, բայց ոչ այսօր։ Ուրեմն ասածս նա է, որ այդ փոփոխությունները չեն, որ պետքա արվի։ Մենք որոշել ենք, ոստիկանությունը պետքա ապաքաղաքականացվի։ Ես խոսում կոնկրետ ոստիկանության։ Իհարկե մյուս կառույցներն էլ դա ինչի վերաբերում, խոսում ոստիկանության մասին։ Ոստիկանությունը պետք է ապաքաղաքականացվի։ Պետք է ուրեմն ծառայի ոչ թե անձին, ինչ որ մենք այսօր տեսնում ենք, այլ ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին։ Դա կարևոր բան է։ Մարդիկ պետք է վստահեն ոստիկանությանը, Սամվել։ Մարդիկ պետք է հավատան ոստիկանությանը։ Մարդիկ պետք է սիրեն ոստիկանին։ Կներեք, ոստիկանությունը, երբ որ միլիցիան ստեղծվել էր, շատերը գիտեն, սովետական տարիներին, առաջին տարիներին միլիցիային անվանում էին, ռուսերեն իհարկե կներեք որ ասեմ, հա, բառարուսերեն է հնչում, «Мой единственный и надежный товарищ»։ Այդպես են ընդունել միլիցիային։ Այսօր այդ բառը հապավում է դարձել ու վատ իմաստով է ասվում, բայց դա իրականում Չէ, առնվազն վերջին տարիներին այդպես չի ընկալվում։ Դե չէ, ուզում եմ ասեմ, ընկալվել է ամենայն դեպս դա, բայց դա իրականում այդպես է։ Եվ այսօր պետքա վերականգնվի վստահությունը ժողովրդի ազգի հանդեպ ոստիկանության։ Դա շատ կարևոր է։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, մի հարց էս ընտրական տրամաբանության մեջ, որը կարծում եմ շատ մեր հետևորդների, ինչու՞ չէ, նաև պարոն Ղուկասյանի աջակիցների հետաքրքիր է։ Ոչ վաղ անցյալում քաղաքապետի ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ Վարդան Ղուկասյանի ձայներով, հա, իր օգնությամբ փաստացի քաղաքապետ ընտրվեց իշխանությունների ներկայացուցիչը։ Հիմա անցուղի քշեմը հաղթահարելու դեպքում այս ընտրություններում արդյոք համագործակցություն իշխանությունների հետ կլինի, սպասելի է, ինչ սպասեն, որովհետև անցած անգամվա օրինակը զարմացրեց, ինչ որտեղ շոկային էր նաև, թե
շարքային այլ քաղաքացիների ոչ աջակից, թե աջակիցների համար, պարոն Ղուկասյանի։ Այդ թեմայով ես կասեմ ձեզ նախկին ընտրությունների երկու քաղաքապետի ավական ընտրությունների հետ կապված պարոն Ղուկասյան արտահայտվել է, եթե հիշում եք, ասել է, որ ընտրությունը վատի եւ վատի մեջ էր, էնել էր վատ, որին էլ ընտրել դա, բայց Վարդան Ղուկասյանը մյուս տեխնացուի մոտ ասել էր, չէ, պայմանավորություն էր ցանկացել ձեռք բերել, որ իր կուսակցությանը տրամադրվի մեկ ծառայություն, վերահսկողության ծառայությունը քաղաքապետարանի։ Դե պատասխանը մենք գիտենք ինչ էր եղել է տեխնացուի կողմից եւ Վարդան Ղուկասյանը ասել է չեք ուզում, չեք տալիս, վատից վատ նայել է վատ կամ ընտրես սրան։ Չէ, հիմա ասեմ ձեզ, ժամանակներն ուրիշ են եւ մեր այսօրվա ուրեմն քաղաքանողությունը այսպեսին է։ Ոչ ներկաների հետ ենք համագործակցելու, ոչ նախկինների հետ։ Ես ասացի մի քիչ առաջ, որ եթե ազգային ժողովում Աստված միարացե մենք քիչ ձեներ ունենանք, ձայներ հավաքենք, չէ, միայն շեմը հաղթարենք, մենք հրաժարվենք մեր մանդատներից, մենք չենք համագործակցի ոչ մեկի հետ։ Այսինքն չեք վերցնելու որոշումը հստակ է մանդատները անցորդ շեմը հաղթահարելու։ Եթե քիչ նկատի ունեմ, եթե 3-4 ձայն պետքա լինի, իմաստը դրա 3-4 մանդատ, հա։ Այո, ասենք մի քանի մանդատի դեպքում իմաստ չի ունենա արդեն էլի։ Մենք մեր պայքարի ձևը կփոխենք այդ ժամանակ, արդեն հայտնի կլինի ժողովրդին, մեր կուսակցության ղեկավար պարոն Վարդան Ղուկասյանը կասի մենք ինչ ծրագրեր ունենք եւ ոնց կանենք։ Ինչ եք կանխատեսում, պարոն Մկրտչյան, հետընտրական գործընթացներ լինելու են եւ որ պարագայում կարող են լինել, որ պարագայում են հնարավոր։ Հետընտրական գործընթացները շատ են եղել, միշտ եղել է պատճառը հետընտրական գործընթացների անարդար ընտրությունների կեղծիքների ուրեմն բացահայտում եւ այլն դժգոհություններ ընտրություններից որոշ դեպքերում եղել են տեղին, որոշ դեպքերում անտեղին, ես չեմ կարող հիմա չեմ ուզում անդրադառնալ ասենք այդ դեպքերին, մեր պարագայում չեմ կարող ասել ընտրությունները ցույց կտան, թե ինչ արդյունքի կհասնի, թե ինչ տեղի կունենա ընտրություններում, ասում եմ միգուցե Կանխատեսումներ չեք ուզում Այո, շատ բան է փոխվելու։ Այս ընթացքում շատ բան է փոխվելու, այս գնալով ավելի թեժանում է եւ գնալով ավելի մենք չգիտենք հետո այսքան հեռախոսային խոսակցությունների ուրեմն ձայնագրումից եւ լսումից հետո ինչ կարա տեղ ունենա եւ ովքեր կարան դրսում լինեն կամ ովքեր ձերբակալվեն կամ փակվեն, շատ բան կարող է փոխվել։ Չեմ կարող ասել սա մեջ։ Շատ լավ։ 2026 թվականի ընտրություններին ինչ ակնկալիքներ ունի ընտրողը, պարոն Մկրտչյանի, ինչ է սպասում, ինչ ծրագիր կամ խոսույթ ակնկալում առաջադրված ուժերից։ Ուրեմն մենք առաջադրում ենք մեր ընտրողներին, մեր ազգին, մեր ժողովրդին ստեղծել արևային Հայաստան, ստեղծել օրենքի դիկտատուրա, եւ դա պատահական խոսքեր չեն, այդ հնարավորությունները եւ կարողությունները մենք ունենք։ Վախենալ պետք չի, օրենքից վախենալ պետք չի, օրենքը հարգել եւ սիրել պետք։ Այո, դիկտատուրա, որովհետեւ դրա մասին նաեւ մեր շտաբի գլխավոր շտաբի պետն է խոսել իր հարցազրույցներում։ Ժողովուրդը պետք է սպասի արևային Հայաստանի, մեր հաղթանակի դեպքում ժողովուրդը պետք է սպասի օրենքով երկրի եւ պետք է օրենքի առաջ բոլորը պատասխան տան։ Ներկա նախկին բոլոր այն անձինք, ովքեր խախտել են Հայաստան Հանրապետության օրենքները, պետք է պատասխան տան։ Եվ մենք մտածում ենք այսպես, պետք է քրեական օրենսգրքում որոշակի փոփոխություններ մտնի։ Դավաճանության հոդվածի համար մենք մտածում ենք վերականգնել նաև մահապատժի հոդվածը։ Դա կարևորում եմ, ոչ միայն ես, այլ մենք դա կարևորում ենք, որովհետև դա գալիս է նաև Աստվածաշնչից, Հիսուս պատժեց Հուդային դավաճանության համար, չէ, դա արդեն Աստվածաշնչյան նորմ է գալիս, որպես մենք որոշել ենք նաև այդ հոդվածը։ Եվ ուրիշ հոդվածներ իհարկե կլինեն նաև ուրիշ հոդվածներ ապետության անվտանգության եւ անվտանգային եւ ներքին եւ արտաքին անվտանգային շատ փոփոխություններ կլինեն օրենքում։ Ժողովրդին ուղղակի հավաստիացնում եմ, որ սպասեք ընտրելով դոկ կուսակցությանը, ընտրելով Վարդան Ղուկասյանի թիմին, սպասեք արևային Հայաստանի եւ սպասեք, որ
լինելու է օրենքի դիկտատուրա մեր երկրում Հայաստանում։ Թերևս ամփոփենք զրույցը, պարոն Մկրտչյան, այ քարոզարշավը ընթանում է արդեն մի քանի օր, այս անցած օրերին տարբեր ուժեր շրջում են քաղաքում, մարզերում, անձնական շփումներ ունենում մարդկանց հետ։ Դուք ինչ մարտավարություն ունեք։ Նախքան այս հարցին պատասխանել, ուզում եմ ասել, որ մեզ է միացել նաև համահայկական ճակատ կուսակցությունը, որոնց հետ միասին անպայման ունենալու ենք մենք շփումներ մեր ընտրողների հետ։ Մենք նույնպես շրջելու ենք քաղաքներում, շրջելու ենք մարզերում, մենք ունենք մեր ծրագիրը։ Ես հիմա չբացահայտեմ, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու։ Ունենք մեր Ամեն դեպքում մարզային այցելություններ քաղաքներին անպայման լինելու են, այո, եւ հետաքրքիր այդպես մատուցում է լինելու մեր քարոզարշավի, մեր տեխնացիաների, մեր ընտրարշավի, մի խոսքով բավականին հետաքրքիր պահեր է լինելու եւ ժողովուրդը կոչ եմ անում հավատալ իրենց ուժերին, գնալ ընտրության, անկախ նրանից ում կընտրեք, որ տեխնացիային կընտրեք, խնդրում եմ անպայման բոլորը գնացեք ընտրատեղամաս եւ կատարեք ձեր ընտրությունը։ Եվ անպայման ստուգեք ձեր բնակարանի գրանցված անձանց, այո, անպայման տեսեք ովքեր են գրանցված, անպայման ստուգեք։ Մինչև ընտրություններ, ցուցակները արդեն փակցված են, եթե կթարմացվեն նորից ընտրություններից առաջ էլ անպայման գնացեք տեղամաս եւ ստուգեք։ Իսկ ընտրություններին նորից եմ կոչ անում բոլորդ էլ մասնակցեք ընտրություններին, անպայման, անկախ նրանից ումը կընտրեք։ Շնորհակալ զրույցի համար, պարոն Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, հրապարակի զրուցակիցներ ԴՕՊ կուսակցության պատգամավորի տեխնացու Աշոտ Մկրտչյանը։